Ընդունված է համարել, որ հնագույն աստղագիտությունը ձևավորվել է Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում։ Նորագույն հետազոտությունների շնորհիվ Հայաստանը ևս արդեն ընդգրկված է այս շարքում։ Միայն գիտական կռահումների ճանապարհով եվրոպացի մի խումբ գիտնականներ, այդ թվում Ֆլամարիոնը, Մաունդերը, Սվարցը, Բերին, Օլկոտը եւ ուրիշներ եկել են այն համոզման, որ աստղագիտական վաղագույն գաղափարանշանների եւ երկնոլորտը ըստ համաստեղությունների բաժանելու նախահայրենիքներից մեկն էլ հայկական լեռնաշխարհն է եւ որ Հայաստանում պետք է փնտրել նաեւ աստղագիտական առաջին դիտարկումների սարքավորումները։ Այսպես ֆրանսիացի նշանավոր աստղագետ Ֆլամարիոնը անդրադառնալով այս հարցին մատնանշում է, որ աստղագիտական առաջին դիտարկումները եւ առաջին աստղագիտական պատկերումները պետք է որոնել գտնել ոչ թե արևելքի երկրներում, այն է Եգիպտոսում, այլ երկրագնդի միջին լայնության երկրներում, մասնավորապես հայկական լեռնաշխարհի տարածքում։ Հայկական լեռնաշխարհի բնիկների աստղագիտական գիտելիքների բարձր մակարդակը վկայում են հանրապետության տարածքում ցարտ հայտնաբերված եւ հետազոտված մի շարք քարե կառույցներ, որոնց աստղագիտական բնույթը շատ ակնառու է։ Դրանք են Մեծ ամորը, Զորացքար կարահունջը, Սև սարը, Վարդենիս, Աստղաբերդը, Ագարակը, Քարեղեն մի շարք կողմնացույցներ, այսինքն ըստ երկրի կողմերի խիստ կողմնորոշված կառուցվածքներ։ Աստղագիտության պատմության հմուտ գիտակ անգլիացի նշանավոր աստղագետ Օլկոտը իր աստղային աշխարհի լեգենդների աշխատության մեջ հենվելով Մաունդերի եւ Սվարցի հնագիտական ուսումնասիրությունների վրա գալիս է այն համոզման, որ աստղագիտական առաջին պատկերացումները, առաջին գաղափարները, երկնակամարը, համաստեղությունները, կենդանիների, հերոսների, աստվածների եւ աստվածուհիների անուններով կոչելը հավանաբար տեղի է ունեցել Եփրատի հովտում եւ Արարատ լեռան շրջակայքում, ուր կատարվել են տիեզերական առաջին դիտարկումները։ Պեղվել են բազմաթիվ հնագիտական գտածոներ, բրոնզե օրացույցներ, վահան օրացույցներ, տիեզերքի բրոնզե մոդելը Լճաշենից։ Մեծ քանակություն են կազմում աստղագիտական ու տոմարագիտական խորհրդանիշերով նախշազարդված խեցեղեն նմուշները, որ գուցե ունեցել են ծիսական կիրառություն։ Եվ վերջապես ժայռապատկերները, որոնցում շատ են տիեզերաբանական իմաստագրությամբ պատկերները։ Հաշվի առնելով, որ երկնոլորտի տիեզերական քարտեզը ընդգրկել է երկրագնդի հյուսիսային կիսագունդը եւ հարավային կիսագնդի որոշ հատվածներ, Օլկոտը դարձյալ հենվելով Մաունդերի եւ Սվարցի հնագիտական եզրակացությունների վրա գալիս է այն եզրահանգման, որ տիեզերքի առաջին քարտեզը պետք է պատկերված լինի այն աշխարհագրական տեղանքում, որը համապատասխանում է հյուսիսային լայնության 36-ից մինչև 42 աստիճանների միջև, այսինքն հյուսիսային միջագետքի եւ հայկական լեռնաշխարհի տարածքում, որը աշխարհագրական առումով ամենահարմար վայրն էր նման քարտեզ կազմելու համար։ Օլկոտը շատ պարզունակ, բայց միաժամանակ շատ կուռ տրամաբանությամբ ներկայացնում է, որ կենդանակերպի, այն է զոդիակի 12 նշանների նախահայրենիքը համապատասխանում է հայկական լեռնաշխարհի եւ նրան հարող տարածքներին։ Օլկոտը նշում է, որ կենդանակերպի 12 նշանների մեջ չկա փղի նշան։ Եթե չկա փղի նշան, ըստ Օլկոտի նշանակում է կենդանակերպի նախահայրենիքի հավանականությունից դուրս են մնում այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Աֆրիկան։ Եթե Հնդկաստանը կամ Աֆրիկան լիներ
նախահայրենիք, ապա այդ կենդանին, որպես այդ տարածաշրջանի տիպական կենդանի, անպայման կմտներ կենդանակերպի նշանների մեջ։ Օլքոտը շարունակում է, որ կենդանակերպի նշանների մեջ չկա կոկորդիլոսի նշան, նշանակում է կենդանակերպի նախահայրենիքի հավանականությունից զուրկ է մնում այնպիսի մի երկիր, հնագույն քաղաքակրթության տարածք, ինչպիսին է հին Եգիպտոսը։ Կենդանակերպի նշանների մեջ չկա ուխտի նշան, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի նախահայրենիքի հավանականությունից զրկվում են այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Միջին Ասիան, Կենտրոնական Ասիան եւ Արաբական թերակղզի։ Կենդանակերպի նշանների մեջ կա արդյունքի նշան, իսկ դա նշանակում է, որ ինքնըստինքյան հայրենիքի հավանականությունից դուրս են մնում այնպիսի քաղաքակրթություններ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են հին Հունաստանը, Իտալիան եւ Իսպանիան։ Եվ Օլքոտը ավելացնում է, որ կենդանակերպի 12 նշանները բոլորը մեկ ամբողջի մեջ յուրահատուկ են, տիպական են միայն հայկական լեռնաշխարհի եւ նրա հարող տարածքներին։ Քանի որ խոսք գնաց առյուծի մասին, նշենք, որ հայկական լեռնաշխարհի տարածքում երկու վայրերում, Աղձնիքում եւ Ուտիքում եղել է առյուծ։ Եվ եթե Օլքոտի տրամաբանության ավելացնենք նաեւ մեկ ուրիշ փաստարկ, ապա պարզ կդառնա, որ հայկական բարձրավանդակը իրոք այն տարածքն է, որտեղ կատարվել են աստղագիտական հնագույն դիտարկումները։ Խոսքը խոյի նշանի մասին է։ Դեռևս հնագույն արձանագրություններում, աքադական արձանագրություններում հիշատակություն կա այն մասին, որ խոյը համարվում է զուտ հայկական կենդանի։ Աքադական արձանագրություններում այդ կենդանին հիշատակվում է Արմանդու անունով, այսինքն հայաստանյան տարածքին բնորոշ կենդանի։ Մեծամորի աստղադիտարանում մոտ 4000 տարի առաջ եգիպտացիներին համար ժամանակ հետևում էին շնաստղի կամ շնկան աստղի, դա Սիրիուսն է, ծագմանը, ամենայն հավանականությամբ Ամանորի կապակցությամբ։ Մեծամորի բլրից միաժամանակ հայտնաբերվել են աստղերի պատկերներով քարաբեկորներ, որոնք հիշեցնում են տիեզերական դիտահարթակի մնացորդներ։